Եվ քանի որ մեզ մոտ լամաստոնն է, եկեք միասին տեսնենք, թե դուք ողջ տարին ինչ եք ցանել եւ ինչ եք հնձելու։ Կանխատեսումը ընդհանուր է, տեսնենք, արդյոք դուք բարիք եք ցանել եւ բարիք եք հավաքելու։ Ինչ եք ցանել, որ ինչ պետք է հավաքեք ողջ տարին։ Ինչ եք դուք ցանել, կհանեմ 3 կարդ։ Դե ինչ, դուք փորձել եք սովորել, աշխատել եւ շատ կենտրոնացված եք եղել իրականում ձեր աշխատանքի կամ ֆինանսի հետ կապված հարցերում, հա, ռեգուլյար այսպես աշխատել եք, այսինքն դուք այն ինչ որ ցանել եք, հոգ եք տարել, ռեգուլյար աշխատել եք, հա, տեսել եք հեռանկար, սպասել եք նույնիսկ, ինչ եք դուք ցանել, տեսեք ինչ դուրս եկավ, չէ դուք բարություն եք ցանել հարգելիներս, ես չգիտեմ հիմա այն վիդեոնով անայելու, բայց ուզում եմ ասեմ շնորհավորում եմ ձեզ, դուք ցանել եք բերք ու բարիք, դուք ցանել եք սեր, դուք ցանել եք աշխատանք, իմաստություն, ձեր մտքերը կյանքի եք կոչել, ինչ եք քաղել, տեսնենք, դուք շատ եք ներդրում արել, հա, այդ ծրագրի, այդ գաղափարի շուրջ, ինչ եք քաղելու դուք, փոփոխություն, ձեր կյանքում փոփոխություն ա լինելու, այսինքն դուք առաջ եք շարժվելու, Վերխովնի սուդ, դուք լավ եք հասկանում, որ իրականում ես կյանքում ինչ ցանես են էլ կհնձես հենց այստեղ են ասել, իսկ տեսնենք սուդը ձեզ ինչ է տալիս, 3 պենտակլի, հա, ձեզ տալիս է վարպետի, ուսուցչի, կարևոր մարդու կոչում, ձեզ հարցնելու են, թե ձեր հաղթանակը ինչումն է կայանում, ձեր մոտ մարդիկ գալու են, դիմելու են, եթե դուք այնպիսի մի հատ աշխատանքի մեջ եք ներդրում արել, որը կապված է հաճախորդներից, ապա համ սովորելու համար են դիմելու, համ աշխատելու համար են դիմելու, դուք կարողացել եք այս տարի կարգավորել այն հարցերը, որի մեջ դուք ջանք եք դրել ու եկել է իրական պտուղները քաղելու ժամանակը, դեպրեսիայից դուրս գալու, հիասթափությունից դուրս գալու ժամանակն, այսինքն այն ինչ որ հիմա դուք կքաղեք, ձեր սպասումները, ձեր չարչարանքը ինքը արդարացնելու է։